Արիպսիմե Ջեբեջյան, Տրիբյուն եմ, պարոն Անանյան, մի քանի հարց ունեմ։ Նախ մեկի հետ կապված իմ գործընկեր Փայլակը արդեն հնչեցրեց, տեսեք, քաղաքական ուժ կա, որը խոստանում է, որ փոքր մանր բիզնեսը 0% հարկ է վճարելու, այսինքն ազատվելու է ընդհանրապես հարկերից։ Հիմա դուք այլ բան եք առաջարկում, որ հարկ վճարելու են, բայց ծանրաբեռնվածությունը լինելու է ըստ իրենց կշիռի, չէ՞, ոնց հասկանում եք։ Համաչափություն։ Ահա, համաչափ է լինելու։ Մի քիչ ավելի մատչելի, ոչ տերմինաբանությամբ, այնպես կբացատրեք տոնավաճառների, աշխատողների, չգիտեմ, վարսավիրանոցների, ատամնաբուժարանների, հացի փռերի եւ այլ այդ մանր ոլորտի աշխատողների համար, թե իրենք ձեր առաջարկից ինչ են շահելու, այսինքն հիմա ինչքան էին վճարում, դուք առաջարկում եք ինչքանով իրենց բեռը թեթևացնել եւ տեսեք, այս իշխանությունը եկավ իշխանության շատ պոպուլիստական խոստումներով, որ կարմիր գծերը հանելու են, կարագաչափերը հանելու են, վարկերը սառեցնելու են, չգիտեմ ինչ, դուք նմանատիպ տենց խոստումներ տալու եք, թե չէ, եւ թվային դրամի հետ կապված արդյոք ձեր առաջարկով կանխվելու է պետական գնումների ոլորտում շատ արատավոր բարքեր, մասնավորապես պետական գնումների ոլորտում մեզ մտահոգում են մեկ անձից գնումները առանց մրցույթի, նաև այն հանգամանքը, որ հնարավորություն ունի ենթադրենք Վայքի համայնքապետ Գարիկ Սարգսյանը, որ միլիոնավոր դոլարի պայմանագրեր կնքի իր քեռու հետ, նմանատիպ սափեյանները իրենց, այսինքն պետական իշխանության ներկայացուցիչները յուրայինների, քեռիների, բաժանավների, մորքուրների ընկերություններին չտան մրցույթները, այնպես չանեն, որ իրենք շահեն, կամ մեկ անձից գնման ընթացակարգով փողերը չտան պետական իրենց բարեկամներին ազգուտակին։ Ինչպես եք դուք այն թվային դրամի հետագծելիության, ինչպես դուք եք ասում, կանխելու այդ արատավոր բարքերը, եւ վերջին հարցը, պարոն Անանյան, վստահ եմ ձեզ լսելով հարցնելու են քաղաքացիները, դուք եղել եք կառավարման համակարգում, դուք եղել եք ֆինանսների փոխնախարար, այսինքն կառավարության ներկայացուցիչ եք եղել, ի՞նչն էր ձեզ խանգարում այս մոդելը կիրառել նախկինում, արդյոք չի եղել սրա համար քաղաքական կամք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Էվեդի ներողություն։ Ուրեմն առաջինը 0% հարկի փոխարեն մենք ասում ենք համաչափ հարկ։ Դրա պատասխանը կարծես թե մենք խոսեցինք դրա մասին, տվել եմ։ Հարկեր վճարելը բոլորի սահմանադրական պարտականությունն է, հետևաբար 0% հարկը մեզ համար հասկանալի չի որպես մասնագետ, ընդունելի չի որպես քաղաքական ուժ։ Երկրորդը, տոնավաճառների բանի մյուսի մենք ոնց որ թե իլյուստրացիոն ցույց տվեցինք, չգիտեմ, դուք արդեն եկել եք, տեսակ 5 ՓՄԶ պրոֆիլներով ցույց տվեցինք, թե մեր ներմուծված հարկային համակարգի պարագայում ինչպես է իջնելու իրենց հարկային բեռը։ Եվ քանի դեռ մենք դիզայն չենք արել մեր հարկային բեռը, մենք վերականգնելու ենք ստատուս քվոն 24 թվականի դեկտեմբեր 31-ի դրությամբ գործող ավելի բարենպաստ համակարգը։ Բայց մենք ապագայի հետ կապված ունենք շատ հետաքրքիր մի նորամուծություն, որի ընդհանուր ուրվագծերը ես հիմա ձեզ կներկայացնեմ։ Մենք ըստ էության միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի այդ տարանջատված համակարգերը միավորելու ենք իրար։ Միավորելու ենք ու ունենալու ենք, օրինակ, պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ 0-ից մինչև 150 միլիոն շրջանառություն ունեցողները հարկվելու են միայն վաճառքի հարկով, որոնց նկատմամբ կիրառվելու է որոշակի գործակիցներ։ Օրինակ, մինչև 24 միլիոնը հաշվարկելու է իր հարկը եւ ճշգրտող գործակցով, որը հավասար է լինելու 0-ի, ունենալու է հարկ, որը հավասար է 0-ի։ Դա շատ կարևոր է, ինքը հաշվարկելու է իր հարկային պարտավորությունը, բայց քանի դեռ ինքը 24 միլիոնը չի հաղթահարել, ինքը ունի հարկ, որը հավասար է 0-ի։ Մեր մասնագիտության մեջ եւ վիճակագրության մեջ հարկ չկան ու կա հավասար է 0-ի, դրանք տարբեր բաներ են։ Սա գաղափարախոսական առումով։ Հետո օրինակ պատկերացրեք 24-ից 50 միլիոն շրջանառություն ունեցողը հաշվարկում է իր 5% պարտավորությունը եւ բազմապատկում է 0.25 գործակցով։ 50-ից 75-ը հաշվարկում է ու բազմապատկում է 0.75 գործակցով։ Տեսեք, երբ որ 150 միլիոն, օրինակ պայմանական եմ ասում, դա կարող է լինի 120-ից 150 միլիոն, այս մեթոդաբանությամբ մենք
ՓՄԾ-ին, ձեր ասած վարսավիրանոցներին, ձեր ասած տոնավաճառներին առաջարկում ենք այսպիսի հարկման մոդել, իրենցից պահանջվում է միմիայն կենտրոնանալ իրենց բիզնեսի զարգացման վրա ու չծանրաբեռնվել հարկային բեռով եւ իրենց նկատմամբ էլ ունենալու ենք բարձր թվայնացված հարկային վարչարարություն, այսինքն իրենց ամենօրյա գործունեությունը լինելու է մոնիտորինգի առարկա առանց միջամտության, իրենք չեն տեսնելու դա։ Սա շատ կարևոր է։ Այսինքն նվազ միջամտությամբ հարկային վարչարարություն եւ ըստ էության համաչափությունից էլ մի բան էլ պակաս հարկային բեռ։ Մյուսը, ինչքանով եք թեթևացնելու ասեցի։ Խոստումներ չենք տալու դե խոստումներ տալու ոնց որ ժամանակը չի, գործելու ժամանակն է, մեկ էլ ինչ որ մենք ասեցինք, ինքը չունի պոպուլիզմ։ Այն ինչ որ մենք ասում ենք, սրանք բոլորը ամբողջ ծավալով իրագործելի են։ Հետևաբար մենք չենք տալու այնպիսի խոստումներ, որը որ չի իրականացնելու։ Ասում ենք, որ համակարգեր ենք կառուցելու։ Այո, մեկ միակ խոստումը նա է, որ մենք համակարգեր ենք կառուցելու։ Համակարգեր, այնպիսի համակարգեր, որ մեզանից հետո էլ այդ համակարգերը գործեն։ Մենք անձից կախված համակարգեր չենք բանանելու, գործընթացներ չենք հիմնելու, մեկ անձից կախվածությունը զրոյացնելու ենք։ Այսա անելու ենք։ Համակարգեր ենք կառուցելու, այո, սա է մեր խոստումը։ Մյուսը թվային դրամ։ Տեսեք, դուք երկու բան, ոնց որ ուզում եք մենակ թվային դրամով փակեք։ Թվային դրամը դա վճարման մեթոդաբանությունն է։ Այն ձեր ասածը մեկ անձից գնում բան եւ այլն, դրանք իրավակարգավորումների խնդիր են եւ տեսեք, եթե գնումները կարգավորող օրենսդրությունը մեկ անձից գնումը սովորաբար ու միշտ ինքը ներկայացրել է որպես բացառություն, ապա վերջին ժամանակներում այդ բացառությունը դարձել է օրինաչափություն։ Մեզ մնում է ուղղակի բացառությունը վերադարձնել օրինաչափության փոխարեն։ Եվ դա իրավակարգավորումներով ամրապնդել, եթե այս վերջի ժամանակաշրջանում ինչ որ իրավակարգավորումներ փոփոխվել են, որպեսզի օրինաչափությունը գերակայի բանին, բացառությանը։ Կառավարությունում եղել է, բայց կառավարության տնտեսական քաղաքականությունը թելադրող չեմ եղել։ Ֆինանսների նախարարությունում իմ պաշտոնավարումը սահմանափակվել է հարկային քաղաքականությամբ, հաշվապահական հարկային մաքսային քաղաքականության համակարգմամբ, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի բնագավառի համակարգմամբ։ Ռեֆորմներ արել ենք, շատ լավ ռեֆորմներ ենք ձեռնարկել, որոնք որ այսօր իրականություն են։ Օրինակ, աուդիտի վերահսկողության հետ կապված գործառույթները մասնագիտացված կառույցին փոխանցելու այդ սկիզբը դրվել է 17 թվականի դեկտեմբերին կառավարության արձանագրային որոշման, որտեղ որ ես հանդես եմ եկել այդպիսի զեկույցով։ Շատ ու շատ ռեֆորմներ իրականացվել են, բայց նայեք, ՊԵԿ-ում իմ գործառույթը եղել է հարկային վարչարարություն։ Ես իմ պարտականությունը սուրբ կատարել եմ որպես հարկային վարչարար։ Եթե ես օրինակ իմ իրավասությունների շրջանակը վերազանցեի ու մտածեի տնտեսության զարգացման մասին, ապա ես կլինեի ոչ արդյունավետ պետական հանրային ծառայող։ Հետևաբար, այն որ ասում են ջուրը ջրվորից, չէ՞, ջուրը ջրվորից։ Եղել եմ փոխնախարար, համակարգել եմ այդ քաղաքականությունը, այո, բայց ես տնտեսական քաղաքականության թելադրողը կամ որոշում կայացնողը չեմ եղել։ Հիմա մեր նպատակը որոշումների կայացման համար պատասխանատվություն վերցնելն է։ Հետևաբար, երբ որ մենք դառնանք այդ պատասխանատվություն վերցնել եւ մենք որոշումներ կայացնենք, այդ շղթայական այդ ամեն ինչը պետք է իրագործենք։ Նաեւ մենք պետք է նույնիսկ քննադատաբար վերաբերենք, օրինակ, ես պետք է քննադատաբար վերաբերեմ իմ որպես հարկային վարչարար այդ 2 տարվա իմ գործունեության ժամանակ ես պետք է քննադատեմ։ Այն ինչն է, որ ժամանակին լավ չեմ արել, մեր պայմաններում, նոր պայմաններում վարչարարությունը ավելի լավը պետք է լինի։